Ազգային ժողովում մեկնարկել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց մասնակցում են կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ եւ այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բյուջեն քննարկվում է հաստատված խաղաղության պայմաններում, հղում անելով Վաշինգտոնի հռչակագրին եւ սահմանին 1 տարի եւ 8 ամիս զոհերի բացակայությանը։ Որպես խաղաղության գործնական դրսևորում նա ողջունել է Ադրբեջանի հայտարարությունը Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները հանելու մասին, այն որակելով Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլ։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը նույնպես վերացնում է տարանցման սահմանափակումները եւ հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Մարգարա, Գորիս երթուղով։ Ըստ էության առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, այսինքն ըստ էության առաջին անգամ է, երբ որ մենք բյուջեն քննարկում խաղաղության պայմաններում, հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։